Ողջույն բոլորին, սա կոդքասթն է, այստեղ մենք խոսում ենք բիզնես մարտահրավերների, կրթության, տեխնոլոգիաների և համայնքի մասին։ Այսօր իմ հյուրը Գուրգեն Ղարիբյանն է, Գուրգեն ջան, ողջույն, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, բայց քո գործունեության ոլորտները այնքան շատ են ու տարբեր, որ պիտի ստիպված մի քիչ կարդամ, որ սա ասեմ։ Ուրեմն Գուրգենը տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության Շիրակի մարզի ղեկավարն է, Գուրգենը Մանթաշյան բիզնես ակումբի անդամ է, Brainforce ընկերության հիմնադիր տնօրենը ու Printman ՏՊԱ-ի համահիմնադիրը։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ու առաջի հարցը ոնց ես։ Ողջույն Կերամ ջան, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Լավ եմ։ Ուզում եմ մեր հեռուստադիտողներին ասել, որ ես Գուրգենի հետ շատ վաղուց եմ ծանոթ, 2014 թվականից մենք աշխատել ենք իրար հետ նույն ընկերությունում, ծրագրավորող ենք երկուսս էլ եղել, ինչքան հիշում եմ դու պրոյեկտ մենեջեր էիր, position-ը ծրագրավորման բաժնի ղեկավար։ Հա, ծրագրավորման բաժնի ղեկավար։ Ուրեմն Գուրգեն ջան, ուզում եմ առաջինը խոսենք այսօր ոնց որ նշեցի բացման խոսքում շուկայի մարտահրավերների մասին ու դու էլ ես գործունեություն ծավալում նույն սֆերայում ոնց որ TCO-ն, ոնց որ մենք IT ծառայություններ, outsourcing, ստեղ քանի որ մեր շուկան փոքր է ընդհանուր Հայաստանում ու Գյումրիում առավել եւս։ Այս մասով կուզեմ մի քիչ պատմես այդ փոքր շուկայի պայմաններում Brainforce-ը ոնց է իր գործունեությունը ծավալում, քո գործունեության մնացած ուղղություններում ինչ դժվարություններ կա ու քանի որ մենք միջազգային շուկայում ենք մրցում, ինչքանով է դժվար մրցել միջազգային շուկայում։ Շուկայի փոքր յանելու հետ կապված հիմնական ուզման տարբերակները տեխնոլոգիական ուղղվածությամբ, այսինքն ծրագրավորման կազմակերպության համար միջազգային շուկայում դիրքավորվելն է, այսինքն պատվերները հիմնականում միջազգային արտակներից ստանալն է, որտեղ տարիների ընթացքում փորձը ցույց է տվել, որ հայկական շուկայում բիզնեսները կամ պատրաստ չեն, կամ ցանկություն չունեն, կամ բավարար մագարտակի ճիշտ պատկերացում չունեն տեխնոլոգիաների մասին ու տեղական շուկաներից պատվերները հիմնականում քիչ են կամ եղած դեպքերում կայքերի, այսինքն փոքր ծրագրերի տեսքով, այսինքն կազմակերպությունը հնարավորություն ունի գոյատևել միայն միջազգային պատվերների շնորհիվ։ Մրցակցային առումով կուզենայի խոսել ոչ միայն տեխնոլոգիական առումով մեր պրոդուկտների կամ ծառայությունների մասին, այլ նաև ընդհանուր բիզնեսների ու ընդհանուր բիզնեսների ունեցած խնդիրների մասին։ Շատ լավ։ Մեր հիմնական իմ պատկերացմամբ հիմնական խնդիրը դա հիմնական խնդիրներից մեկը փոքր շուկա ունենալով պետք է կարողանանք արդահանենք դուրս ապրանք, որովհետեւ կարողանանք տնտեսությունը զարգացնել ու գումարներ գրավել։ Իսկ միջազգային շուկայում կոնկուրենցիային դիմանալու համար պետք է հնարավորինս քիչ ինքնարժեք, որովհետեւ գոնե գնային առումով, գին որակ հարաբերակցության առումով հնարավոր լինի մրցել։ Իսկ ինքնարժեքի նվազեցման համար կան տարբեր արտաքին եւ ներքին գործոններ, որոնք որ որոշ բաներ մեզանից կախված չէ, այսինքն լոկալ բիզնեսից կախված չէ, տարբեր գազ եւ այլն ճանապարհածախսի գումարներ եւ այլն լոգիստիկ գումարներ, բայց կան նաեւ ծախսեր, որ հնարավոր է կրճատել, որի արդյունքում ստանալ ավելի ցածր ինքնարժեք։ Իսկ իմ պատկերացմամբ հնարավոր է դա անել, եթե կարողանանք ճիշտ կազմակերպենք մեր ներքին աշխատանքային process-ները։ Իսկ ներքին աշխատանքային ճիշտ process-ներ կազմակերպելու համար միջազգային փորձը նաև մենք էլ ենք աշխատել շատ պրոյեկտների շրջանակում, միջազգային պրոյեկտների շրջանակում, որ մեծ կազմակերպությունները կամ իջուչը նաև փոքր եւ միջին կազմակերպությունները տեխնոլոգիական լուծումների միջոցով են օպտիմիզացնում իրենց process-ները։ Այսինքն շատ process-ներ ենթադրենք, եթե մի գործողությունը իրականացվեր 5 կամ 10 աշխատակցի միջոցով, ճիշտ տեխնոլոգիաներ դնելու արդյունքում հնարավոր է դա ամեն ինչ իրականացնել 1 կամ 2, ինչու՞ չէ նաև առանց աշխատակցի։
որովհետև նաև մեր մոտ կա այդ հակառակ խնդիրներ։ Այսինքն կարող է խոսենք, որ գործազրկության մակարդակը բարձր է Հայաստանում կամ առավել եւս Գյումրիում, բայց ցանկացած ոլորտում ճիշտ մասնագետ գտնելը բավականին բարդ է։ Ցանկացած նույնիսկ հասարակ թվացող աշխատանքային ոլորտում։ Հա, այդ դիլեման միշտ ինձ հետաքրքրել է Գուրգեն ջան, մանավանդ Գյումրիում, որովհետև մենք որ նոր ենք մուտք գործում ստեղի շուկա, մենք մուտք ենք գործել որպես կրթական միայն այդ մասով, հետո հիմա նոր ավելացրել ենք նաև թիմը, որը որ պրոյեկտների վրա է աշխատում, ու այդ թիմը բաղկացած է մեծամասամբ այն մարդկանցից, ովքեր որ հենց մեր մոտ է սովորել։ Ու ընդհանրապես TCO-ում այդ դասընթացների ուղղությունը մտքներիս եկավ հենց դրա պատճառով, որովհետև ճիշտ մարդիկ գտնելը շատ բարդ էր, ու մենք որոշեցինք, որ փորձենք կարողա մենք մեր գիտելիքը փոխանցենք, հետո այդ մարդիկ մեզ մոտ աշխատեն, որպեսզի ստանանք մեր ուզած կադրը։ Ու ստեղ էս հարցը ոնց որ համ գործազրկությունն է շատ, ասում են, համ բիզնեսներն ասում են, որ շատ դժվար են մարդ գտնում ամենասովորական, ոնց որ դու ես ասում, աշխատանքային ինչ-որ բանից, մինչև մասնագիտություններ խորացված։ Ոնց է դրանց ստացվում։ Ինչի է դա տենց։ Իրականում շատ ճիշտ մոդեցում եք ցույց տվել, որ սկսել եք կրթականից, ես էլ 16 թվականին Երևանից հետ վերադառնալով Գյումրի համարյա նույն process-ի միջոցով ենք անցել, այսինքն ճիշտ է կրթական կենտրոն չենք բացել, սկսել ենք գործունեությունը, բայց զուգահեռ դասավանդել ենք մարդկանց ու այդ դասավանդելու արդյունքում այդ ընթացքում տարբեր ծրագրեր նաև կազմակերպվեց Շիրակի մարզում ու այսօրվա դրությամբ էլ մեր աշխատակիցների գերակշիռ մեծամասնությունը հենց այդ ծրագրերի շրջանավարտներն են։ Այսինքն ցանկացած բիզնես կամ այսինքն կներես մի հատ մեծ խնդիր, որը որ բիզնեսները ունեն ու իմ կարծիքով մինչև հիմա էլ ունեն։ Հիմա մենք մեր ընկերություններում ինչ որ չափ այդ ճանապարհը անցնելով, բայց բիզնեսը առաջի հերթին գոնե մտածի իր վաճառքների մասին, պրոյեկտները իրականացնելու, process-ները լավացնելու, ավտոմատացնելու, նաև մի հատ խնդիր ունի, որ պիտի մտածի ոնց անի, որպեսզի կարողանա աշխատակից ունենալ այլ երկրների համեմատ, որտեղ որ ուղղակի հայրենի process-ով է անցնում ու վերջ։ Այստեղ այդ շուկայի կրթության մասին պիտի խոսանք։ Այսինքն այստեղ կարելի է անցնել հմի թեման կրթության, որը որ շատ վատ է, բայց վերջի 10 տարիների ընթացքում ինչ գործունեություն իրականացնում ենք այստեղ, կարող եմ ասել, որ Երևանի համեմատ կարող ես հաստատել կամ հակառակը պնդել, բայց Երևանի համեմատ Գյումրիում ավելի բարդ է, այսինքն Երևանում դու կարող ես, եթե ունես ազատ position, հնարավորություն ունես այդ position-ի համար որևէ աշխատակից գտնելու։ Այնտեղ այլ հարց է, թե ֆինանսական առումով, գնային առումով կամ բան, դա այլ հարց է, բայց հնարավոր է։ Իսկ Գյումրիում գրեթե անհնար է ու սկան ժամանակվա ընթացքում երևի 1-2 դեպք եղել, որ position ենք ունեցել ու կարողացել ենք պատրաստի կամ փորձառու մասնագետ գտնել։ Ու խոսքը միայն ծրագրավորողի մասին չէ, այլ նաև այլ հաստիկների, թե լինեյ թե մարքեթինգային աշխատակից եւ այլն եւ այլն։ Ոստեղ կարող ենք ասել, որ ամենամեծ խնդիրը կրթությունն է։ Ու կրթությունը խոսքը դասական ավանդական կրթության մասին չէ, այլ այն որ հա, այլ այն որ մեր ուսանողների երդասարտությունը ճիշտ հմտությունների ուղղվածությամբ առաջ չեն գնում։ Օրինակ, այսօրվա դրությամբ կարող ես ասել տեխնոլոգիական ոլորտի մեջ ես ամենաանհրաժեշտ հմտություններից մեկը անգլերեն լեզվի գերազանց իմացություններ, ոչ թե հնդկական անգլերենի մասին է խոսքը, գերազանց փորձը ցույց է տվել, որ այն մասնագետները, ովքեր որ գերազանց անգլերեն են խոսում ու կարողանում են ճիշտ շփվել, այսինքն շփման հմտություններ էլ ունեն բացի լեզվից, այլ նաև փափուկ հմտություններ։ Հա, մարդկային շփման, այսինքն մարդու հետ շփվելուց կարողանում է մարդուն ներկայացնել իր արածը, չարածը, հարցերը, խնդիրները։ Ու նաև հասկանալ այդ դիմացինի ուզածը կամ դիմացինի մտքերը, այդ մարդիկ միշտ գտնում են իրանց։ Այսինքն այդ կրթությունը ասելով նկատի չունենք մաթեմատիկա, ֆիզիկա կամ քիմիա այդ հստակ նեղ մասնագիտությունը չէ, այլ շատ փափուկ հմտությունների բացակայություն կա հենց մարզում ու իմ կարծիքով երևի ամբողջ Հայաստանում, Երևանում մի քիչ ավելի կարգավորված է տարիների ընթացքում թե բիզնեսը երևի ինքն իրանով կարողացել է կարգավորել։ Չէ, այս մասով հա կուզեմ երկու խոսք։ Հա, Երևանից հա բան անեմ, էլի Գուրգեն ջան, նայ
Լիլիթին նորից դիմեմ Մանուկյան, մեր հետ համագործակցում է Tenantly Solution-ի, անդամում էլ անդամ է ու իրանց դերը Գյումրիում ու իր պես մարդիկ էլի են պետք կարծում եմ, որովհետև սովորացնել շուկային, տես HR-ը ու իր դերը, այսինքն համ հավաքագրման process-ում, համ մարդկանց հետ աշխատանքի, համ արդեն կազմակերպության ներսում, երբ որ մարդը լինում է աշխատակից, կարող է Երևանում ոնց է տեղի ունենում մեծամասամբ շատ դեպքերում մարդկանց ընտրում են մենակ տեխնիկական գիտելիքներով ստիպված չի լինում տեխնացուների մեջ մարդիկ, ովքեր որ նաև կփայլեն բանով, էլի փափուկ հմտություններ, բայց կազմակերպությունները արդեն անցել են այն մակարդակին, այն ճանապարհին, որ ներսում կազմակերպում են այդ մարդկանց զարգացումը։ Էդ էլա շատ էդ էլա մեր ոնց որ բերերից մեկը կազմակերպությունների համար, որովհետև եթե ասենք միջազգային կազմակերպությունները, որտեղ մենք ենք շատ աշխատել, իրանք միանգամից կարողանում են ընտրել համ ֆինանսական հնարավորություններ թույլ տալիս, համ ցանկացողների քանակն է շատ position-ի համար, իրենք կարողանում են նաև ընտրություն կատարել ոչ միայն տեխնիկապես այդ մարդը կարողանում է այդ աշխատանքը կատարել, թե չէ, այլև ինչ հաղորդակցության հմտություններ ունի, թիմում աշխատելու ինչ հմտություններ ունի։ Մեզ մոտ այն դեպքում, երբ որ կազմակերպությունը ստիպված է ընտրություն կատարել միայն տեխնիկական գիտելիքների վրա հիմնվելով, հաջորդ քայլը ուրեմն ինքը պիտի կազմակերպի կամ պիտի այդ ծառայությունը պատվիրակի HR կազմակերպությունների մարդկային ռեսուրսների հետ աշխատող մարդկանց, որոնք կամ ինքը իր մոտ ներգրավի տենց աշխատակից, որը որ կաշխատի այդ մարդկանց հետ ու կզարգացնի այդ հմտությունները, որովհետև հակառակ դեպքում շատ ճիշտ նկատառում ես անում, համ պատվիրատուի հետ շփումը, համ թիմի ներսում իրար շփման խնդիրները բերում են մեծ խնդիրներ ու ինչի ասում ես համեմատենք Երևանի հետ ու հետ էլ ասեմ Գյումրիում այս մասին շատ ենք խոսել էլի հենց այս ոդքասթների շրջանակներում էլ Գյումրիում կա նաև մենթալ ու նաև ավանդական խնդիրներ ընտանիքից սկսած փողոցից սկսած հա ինչ որ sense բաներ կա կոմպլեքսներ մարդկանց մոտ շփման տարբերություններ ասենք Երևանում երիտասարդության մեջ հիմա ազատ շփումը ավելի շատ է չէ կամ ընդհանրապես շփումը ավելի շատ է իսկ Գյումրիում այդ շփումը ես նկատել եմ որ ստեղ ունենք նաև տենց հարցեր էլի շփումը ավելի քիչ է մյուս մարդկանց մարդկային շփումը մի քիչ ավելի պետք է ավելի շատ լինի որովհետեւ այդ մարդը կարողանա այդ հմտությանը տիրապետել թիմում աշխատելու մասին դու կասես ավելի շատ որովհետեւ քո թիմը ավելի երկար է Գյումրիում աշխատում քան իմ ոնց է թիմի մեջ ոնց է դու Երևանում ես աշխատել ստեղ էլ տարբերությունները թիմի մեջ թիմային աշխատանքի մասով ասեմ դες կոնկրետ տարբեր գլոբալ առումով տարբերություններ չկան նույն մարդկային հարաբերություններն են մի օր լավ մի օր վատ գլոբալ առումով լավ երբեմն նաև կոնֆլիկտային չէ բայց լարված մթնոլորտ, որն էլ արդեն թե կազմակերպությունից դուրս կգա, որ կազմակերպությունը փորձի այդ լարվածությունը թոթափել ու հենց դրա համար էլ նաև կազմակերպում ենք team building-ներ կոչված միջոցառումները, որի ընթացքում թիմային որ շփվելուց հասկանան օրինակի համար մեկ այդ կոպիտ խոսած թե ուղղակի իր խոսելացևն է էլի աշխատանքի ընթացքում չես հասկանում, բայց միջոցառումների ժամանակ բավականին հեշտացնում այդ process-ը, բայց գլոբալ առումով նույնն է, ներքին մարդկային շփումները գլոբալ առումով նույնն է, թե Երևանում, թե այստեղ, բայց ճիշտ ասեցիր, այդ մենտալ տարբերությունը կա, որ Երևանում մարդիկ ավելի ազատ են, քան Գյումրիում կամ մյուս մարզերում։ Հա, այդ մասով չգիտեմ, կազմակերպությունները ինչ կարող անեն։ Տեսեք, կազմակերպություններից մենակ ակնկալելը բարդ է, որովհետև կազմակերպությունները դե սեփական բիզնեսներ են, ինչ հնարավոր է անում են, բայց նաև պետք է զուգահեռ գլոբալ կրթական համակարգը մոդեցում փոխի, ճիշտ է մենք AI-ից էլ ենք որոշել ու խոսալ, բայց AI-ի հետ կապված էլի մասնագիտությունների ուղղվածությունը տանելու ենք կրթության, AI-ի մասով չէ, ասենք ընդհանուր կրթության առումով պետք է հստակ ուղղվածություն, խոսքս վերաբերվում է pedagogan կառույցների կրթության, այլ հասկանան իրականում ինչ մասնագետներ են մեզ պետք, մի քիչ երկարաժամկետ կդրվածքով, հասկանան
ինչ հմտություններ են պետք է մասնագետներին, որ կարողանան ճիշտ ուղղվածությամբ պատրաստեն ու ավարտեն նրանք, ովքեր որ պատրաստեն, ոչ թե ավարտեն բոլորը։ Այսինքն մենք խոսում ենք Եվրոպայում կամ Ամերիկայում, որ կարող են մարդիկ հայր անել սերտիֆիկատի հիման վրա, դեռ ոնց է, դեռ ինչ է այդ process-ները։ Եթե դու ունես սերտիֆիկատ, եթե դու ավարտել ես, ուրեմն տիրապետում ես այդ հմտությանը։ Ուրեմն կա վստահություն, որ դու էլ հարցը զրույցի կարիք չունես, եթե մարդը ունի այդ սերտիֆիկատը, ուրեմն ինքը ռեալ տիրապետում է այդ հմտությանը։ Բայց մեր մոտ այն որ արդեն խոսույթ կա, չէ, դիպլոմը ում է պետք։ Այդ դիպլոմը պետք է կարևոր լինի, հա, որ եթե մարդը ունի դիպլոմ, ուրեմն ինքը տիրապետում է հստակ այդ հմտություններին։ Ու այդ հմտությունները պետք է լինեն ժամանակակից ու երկարաժամկետ կդրվածքով։ Մի քանի տարի առաջ բոլորը, գրեթե բոլորը սկսեցին նույնիսկ ինտեգրվել այդ ծրագրավորման տեխնոլոգիան համալսարաններում, բայց անցավ 2 տարի AI գործիքները հզորացան ու շատ դեպքերում վստահ եմ 1-2 տարի հետո շատ քիչ ծրագրավորողներ են լինելու, որ այդ կոդը գրելու են։ Այսինքն այդ ծրագրավորման լեզվի իմացության անհրաժեշտությունը լինելու է։ Այսինքն մենք ինչ երեցինք 2 տարի առաջ վերցրեցինք ընտանոք կրթական համակարգը, փոխեցինք, հարմարեցրեցինք 2 տարի առաջվա համար անհրաժեշտ, բայց այլևս այդ պետք է անեինք 10 տարի առաջ, ինձ թվում է։ 10 տարի առաջ պետք է անենք ու ես էլ եմ կրթություն ստացել պետական համալսարանում ծրագրավորման, ճիշտ է, մենք էլ ինչպես բոլորը նաև դժգոհ ենք։ Հա, ծրագրավոր, բայց մենք անցել ենք հիմքը ծրագրավորման։ Այսինքն այդ հիմքը միջև հիմա ինձ օգնում է, որովհետև ինչ ծրագրավորման լեզու էլ դուրս կա, այդ հիմքի վրա է։ Բայց եթե դու մասնագետին սովորացնում ես ուղղակի կոդ գրել, 1, 2, 3 տարի հետո այդ մասնագետի համար շատ ավելի դժվար կլինի անցնել հաջորդ փուլ, անցնել նոր ծրագրավորման տեխնոլոգիա, բնականաբար էլի արդեն շադանալու է լինի գործազրկությունը։ Այս մասով շատ համաձայն եմ, մենք էլ ինչքան հնարավոր է միշտ հիմքի վրա ուշադրություն ենք դարձրել մեզ մոտ ու միշտ ասել ենք, որ ուղղակի այդ պահին ակտուալ ինչ որ բան անելը կարող է ժամանակավոր ինչ որ ցավա, հա, ոնց որ ցավազրկող է, բայց խնդրի լուծում չի, եթե դու ուզում ես մասնագետ դառնալ, դու կարաս մասնակցես դասընթացների, եթե ասենք օրինակ ավարտել ես այլ բաժին ընդհանրապես, բայց հետո հասկացես, որ ծրագրավորող ես ուզում դառնալ, հոգեարազատակ ես, փորձել ես, ստացվել է ինչ-որ կամ մարդիկ կամ քո շրջապատում, որոնք որ աշխատում են այդ ոլորտում, դու իրանց հետ շփվելով, տեսնելով հասկացես, որ դա քեզ դուր է գալի, լրիվ օքեյ է։ Միջազգային պրակտիկան էլ ասում, որ շատ նորմալ է, որ դու կարող ես ընթացքում, կյանքիդ ընթացքում փոխել քո մասնագիտությունը։ Սովորել ինչ որ մի կրթական կենտրոնում շատ լավ է, բայց պետք է ուշադրություն դարձնենք, որ այդ կրթական կենտրոնները տան նաև հիմք, ինչքան տեսեք, շատ լավ է հնչում, հա, ու ջան, որ կարճ ժամանակում դառնաս մասնագետ, բայց ժողովուրդ ջան, ես անընդհատ ասել եմ, ինչքան էլ փորձենք սեղմել այդ ժամանակը, կա մի հատ գիտակցական մինիմալ, հա, ոնց կլինի, ոնց ասեմ, որ կա մի հատ մինիմում ժամանակահատված, որից կարճ դու չես կարող մարդուն սովորեցնել օրինակ վեբ ծրագրավոր, որտեղ պիտի սովորեցնես ալգորիթմը ինչա։ Դե այդ մարդը բազաներ սովորի, որ սկսի ալգորիթմիկ մտածել, որ խնդրի լուծմանը մոտենա, հասկանալով թե ալգորիթմը ինչա, մուտքն ինչա, ելքն ինչա, դատան ինչա, պահելը ինչ է, դատայի հետ աշխատելը, չգիտեմ, ինտերպրետատորը ինչա, ինչով է տարբերում այս ծրագրավորման լեզուն, ոնց է կարդում այն մեկը, ոնց է որ ստեղ մի հատ փոփոխական էս կանչում, որը չես հայտարարել մինչև այդ խնդիր չունես, բայց այլ տեղ կանչում ես, ինքը ասում ես փոփոխականը չկա, այդ խի է տենց, ոչ թե պրոստը իմանա որ դա տենց է, հա, ստեղ պետք է ասում են պետք է փոփոխականը հայտարարես, հետո նոր իրան կանչես։ Վերջ, չեն ասում խի։ Մարդու մոտ էլ հարց կար առաջանա։ Խիպտի այդ բալավ որ ասենք PHP-ում տենց է, JS-ում խիտեն չի, JS-ում ոնց է որտեղ ասենք տարբեր ձև է, չէ՞, ռենդանում ու այս ամեն ինչը ինչքան հնարավոր է պետք է մենք փորձում ենք մտցնել մարդկանց մեջ, վստահ եմ դուք էլ որ հետո այդ նույն աշխատակիցը քո մոտ level up լնելուց, վերև բարձրանալուց հանդիպի ինչ որ մի հատ խնդրի, մի հատ իր ջունիորը ինքը մենթորը լինի, չէ՞, թեկուզ միսոր հարց տա իրան,
ինքը կարողանա այդ հիմքային պատասխան տալ, որ այդ նույն հարցը իրան տան, ինքը կարողանա ասի որտեղ sense, որտեղ սա sense է աշխատում, սա նենց է աշխատում։ Այս մասով լրիվ համաձայն եմ, իսկ ինչ վերաբերում է AI-ին, հիմա շատ կուզեմ դրա մասին էլ մի քիչ իրար հետ խոսենք, դուք ոնց եք օգտագործում, մենք ոնց ենք օգտագործում մեր գործում, բայց այդ մասով բոլոր մասնագետներին եմ ուզում ասեմ, որ իմ համոզմունքը այն է, որ ոչ թե AI-ը եկել է փոխարինելու, այլ այն մարդիկ, ովքեր որ AI-ը սկսեն օգտագործել, ավելի արագ առաջ կգնան։ Այն մարդիկ, ովքեր որ կմնան տրադիցիոն մեթոդների վրա, AI-ը իրանց է բան կոնկուրենտ, որտեղ դու ինքը եկել ասում ես, եթե դու ինձ օգտագործես, սովորես իմ հետ աշխատել, ես քեզ ավելի մեծ բարձրունքների կհասցեմ ու դու նույն գործը կարող անես ավելի արագ։ Ես նկատի չունեմ բիզնեսի սեփականատերերին, ես կամ պրոդուկտի տերերին, ես նկատի ունեմ աշխատակիցներին, մարքետոլոգ կլինի, պրոդուկտ մենեջեր կլինի, ծրագրավորող։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ կասեն չէ ու կմնան այն տրադիցիոնի վրա, իմ կարծիքով իրանց է խփում։ Լրիվ համաձայն եմ դեպք Գեգամ ջան, այդ հարցում մի բան ավելացնեմ ուղղակի, տես AI-ը ահավոր արագացնում է աշխատանքային process-ը, բայց AI-ից իմ կարծիքով ոչ բոլորն են կարողանալու ճիշտ օգտվել։ Վերջիվերջո պետք է հմտություններ ու ոչ միայն այդ prompt գրելու հմտություններ, այլ նաև պատկերացում ենթադրենք քեզանից ուզել են մի հատ պրոյեկտ, դու պետք է պատկերացնես այդ պրոյեկտի արխիտեկտուրան, դու պետք է պատկերացնես վերջնական արդյունքը այդ պրոյեկտի ինչ պետք է լինի։ Այսինքն էլի ոլորտում ներգրաված մարդիկ կարողանան ճիշտ օգտագործել այդ AI գործիքները։ Խոսքը միայն ծրագրավորողների մասին չէ, կարող է օրինակ լավ պրոյեկտ մենեջերը կարողանան լավ պրոդուկտներ ստանալ AI-ի միջոցով, լավ QA-ը։ Իմիջայլոց ասեմ, իմ կարծիքով, սուբյեկտիվ կարծիք է, բայց որոշ QA-ների հետ շփվելով, լավ սկիլեր ունեցող QA-ների, ովքեր որ automation QA-ն անում նաև, իրանք մեծ հնարավորություններ ունին այս ամեն ինչը ճիշտ օգտագործելով խոսք կար չէ որ ծրագրավորողները ամենաբարձր աշխատավարձ ստացող էին մարդիկ մտնեն ծրագրավորման ֆիրմա որպես QA որովհետև ծրագրավորողը հաստիկ չկար մի քանի տարի հետո դառնային ծրագրավորող իմ կարծիքով նայեք ինչ որ տեխնիկի մի քիչ QA-ի մասով էլի թեմանով գնաց QA-ին մարդն է որ պետք է ունենալ լավ հաղորդակցության հմտություններ։ Առանց դրա հնարավոր չէ, որ ինքը դառնա լավ QA, որովհետև իր կապը պատվիրատուի հետ միշտ կա, իր կապը team developer-ների հետ միշտ կա ու այն մարդիկ, ովքեր որ այդ կապը, այդ communication-ը չեն կարողացել ճիշտ բայել, իրանք ոլորտում չեն մնացել։ Համաձայն։ Այսինքն լավ QA-ը այն մարդն ով ունի լավ communication, ունի հստակ պատկերացում պրոյեկտի սկզբից մինչև վերջ, օրինակ ծրագրավորողը կարող է պատկերացում ունենալ կոնկրետ այդ կդորի վրա, չէ՞։ Այո, այսինքն QA-ը պետքա պրոդուկտը, ինչի վրա որ ինքը աշխատում է, շատ լավ պատկերացնի։ Բիզնես անալիտիկի չափ։ Հա։ Ու նաև կարողանա ճիշտ հաղորդակցվի, որ կարողանա այդ ամեն ինչը հասկանա պատվիրատուի կողմից, կարողանա developer-ներին ճիշտ ներկայացնել, որ այդ QA developer հավերժական թվացող պատերազմը չշարունակվի, ուստեղ QA-ները լավ հնարավորություն ունեն օգտվելով AI գործիքներից, անձամբ օգտվել եմ ու սենց ասեմ, մեր թիմի ծրագրավորողներին ասել եմ այս ֆունկցիոնալությունը ինչքան ժամանակում ենք անում, ենթադրենք 2-ից 3 օր է պահանջվել, որ այդ ֆունկցիոնալը ռեալ աշխատող տարբերակով մենք ունենանք, AI գործիքների միջոցով ես այդ ամեն ինչը ստացել եմ 10-12 րոպեվա ընթացքում, մի 5 րոպե թեստ անել, փոքրիկ շտկումներ անել, այսինքն 17 րոպեվա ընթացքում ստացել ենք այդ ֆունկցիոնալը։ Ճիշտ է, պատկերացրել եմ ինչ է պետք, հստակ հանձնարարություն եմ տվել, գիտեցել եմ, որ հատվածը Այդ է ուզում ասի, որպեսզի այս մասը անպայման քո ասածից հետո ասենք, որովհետև դու ունես քանի տարվա փորձ 16-17 տարվա փորձ չհաշված ուսանողական տարիներ 7 տարի ծրագրավորողից մինչև ծրագրավորման բաժնի ղեկավար, հետո սեփական ֆիրմա, հետո նույն բանը անելը այն մարդու համար, որ հիմա կարա մտածի, որ հա դե որ տենց է ես կարամ չի կարա այդ միանշանակ չի կարող անել, այսինքն ինչ որ վերադառնանք մի քիչ առաջվա խոսածած թեմային, պրոդուկտների ինքնարժեքի նվազեցման հետ կապված, տեսեք Հայաստանում
Ամ կարևոր բան կա էլ, որ այս տարիների ընթացքում նկատել եմ, բայց առիթ չի եղել այդ մասին ավելի բարձրաձայնել։ Ինչ կան միջազգային պրոյեկտներ ենք, մեծ պրոյեկտների մասին է խոսքը։ Ֆիրմա է, ունի իր աշխատակիցները, տարբեր կարող է շինարարական կազմակերպություն լինի կամ բան, իր ստանդարտ, այսինքն թվացող աշխատակիցներից բացի միշտ ունեցել են տեխնոլոգիական բաժին իրենց կազմակերպությունում։ Այդ բաժինը կարող է ծրագրավորողներ չունենա ընդհանրապես, բայց ունի տեխնիկական լիդեր, CTO կոչված կամ ունի վարձած պրոյեկտ մենեջեր ու այդ արդեն ծրագրավորման թիմը իրանք outsource վերցրել են տարբեր տեղերից, բայց ունին իրանք բաժին, ունին հստակ ներդրած ֆինանսներ այդ բաժնի համար ու իրանք ժամանակի ընթացքում անընդհատ կատարելագործում ունի։ Ու այս 10 ակտիվ աշխատել են վերջի 10 տարին միջազգային տարբեր պրոյեկտների մեջ, այն ռեալ գործող բիզնեսները, որոնք որ ունեն, ինչ պարտներով ունեցել ենք, ինչ կան դժվարություն եղել, ինչ կան միջազգային կրիզիս եղել է, իրանք չեն քանդվել, իրանք ստոպ չեն արել իրանց աշխատանքը, այլ ամեն հաջորդ էտապում մեծացրել են թիմը։ Իսկ միջազգային ստարտափները կարող է կախված ֆինանսավորումից փակվին առաջ չգնան կամ բան, բայց այն բիզնեսը, որը ունի տեխնոլոգիական լուծումներ, իրանք միշտ զարգացրել են։ Թե թիմում եղել է մեկ ծրագրավորող, տարիների ընթացքում տարել է 2-3-ը։ Թե որպեսզի այս ամեն ինչը ավելի օրինակով լինի ու մարդիկ եթե մինչև 20 թվականը այս ամեն ինչը ես ու դու ու համայնքի այլ ներկայացուցիչներ քանի տարի է ասում ենք, որ այն բիզնեսները, ովքեր որ տեխնոլոգիական լուծումներ չունեն, տեխնոլոգիական հենք չունեն, խնդիրներ են ունենալու տարբեր տաղավարներում ես այդ տարբեր առիթներով ասել եմ, եկավ 20 թիվը, եկավ կորոնան, ու այդ ամեն ինչը ուղղակի ցույց տվեց։ Ցավոք սրտի դաս չեղավ իրականում որ ցույց տվեց, որ տեսեք, լիքը ֆիրմաներ, որոնք որ պարզ բան վաճառքներով էին զբաղվում, բայց on-line հարթակում չունեին ներգրավվածություն, չունեին ընդհանրապես ինչ եղան այն մարդիկ ովքեր որ on-line արդեն ներդրել էին ու չգիտեմ որոշ տոկոսը, ասենք չգիտեմ իրենց վաճառքների 10-20%-ը արդեն տեղափոխել էին on-line, կորոնայի ժամանակ այդ 20%-ը դարավ 80, այդ ֆիրմաները աշխատեցին, կակ մինիմում գոնե աշխատեցին կորոնայի ժամանակ, իսկ կորոնայից հետո այդ 80-ը սարքեցին 100։ Նույն այն ընկերությունները, ովքեր որ remote աշխատել են այն ժամանակ, ջան Մեր այդ ոլորտի մեջ էր մենակ։ Մեր մոտ էր, այն էլ ոչ բոլոր ընկերությունները, չէ, բայց կորոնայից հետո մարդիկ ավելի բան եղան, չէ, ասին, այն որ եթե կորոնայի ժամանակահատվածում այդքան երկար հնարավոր էր, ու սկսեցին ուշադրություն դարձնել այդ քո ասած փաստին, մենեջմենթին, որ մենեջմենթը ու process-ները, եթե ճիշտ է կազմակերպված, կապ չունի մարդը որտեղից է աշխատում։ Բայց եթե դու մարդուն կոպիտ եմ էլի մի քիչ ասում, բայց ճիշտ ես աշխատացնում, եթե քո մենեջերը կամ դու ես, եթե մենեջերը պրոյեկտի ճիշտ process-ներ, եկավ այդ ժամանակ արդեն մեթոդոլոգիաները իրանց բաներով միջոցառումներով, չէ՞, այսինքն agile-ը եկավ իր grooming-ով, refinement-ով, sprint planning-ով, retrospective-ով, ու այդ ժամանակ բիզնեսները հասկացան, որ եթե այդ ամեն ինչը ճիշտ կազմակերպվի, մարդու որտեղ լինելը ընդհանրապես կապ չունի։ Բայց ոնց էր որ կորոնայից առաջ միջազգային շուկայում այդ ամեն ինչը արդեն կար, մարդիկ էլ հասկացել էին ու այն մասշտաբի չէր ոնց որ հիմա, բայց իսկ մեր մոտ ինչքան են մենք ասում ենք, հիմա նույն բանը էլի ենք ասում, որ այն ընկերությունները, ովքեր որ տեխնոլոգիական միջոցառումներ չեն ձեռնարկում, իրանց բիզնեսում չունեն տեխնոլոգիական ֆակտոր ու էլի ենք ասում, տեխնոլոգիական ֆակտոր ասելով մենք նկատի չունենք թիմ։ Ձեզ ոչ մեկ չի ասում 70 հոգի մասնագետ, գոնե մի հոգի, գոնե մի հոգի պետք է։ Ուզում եմ ասեմ, ոչ թե ասենք չգիտեմ, ծրագրավորների սենյակ սարքեք, կոմպեր առեք, սեղանաթոռներ առեք, այդ են պատկերացնում։ Չէ, ժողովուրդ ջան, ընդամենը այո, հիմական ընկերություններ, որոնց հետ մենք աշխատում ենք, ու իրանք այդ մեթոդով էլ աշխատում են, գուր ջան։ Ունեն պրոյեկտ մենեջեր կամ ունեն չգիտեմ, բաժին, որտեղ կան մի քանի հոգի, որոնք որ product owner-ի դերն են ստանձնում, հա, իրանք են owner-ը, всё-таки այդ իրանց product-ն է։ Դու ոնց կարաս ապատվիրակես, ասես ես, չգիտեմ, ուզում եմ online application, որ իմ ապրանքները կարողանամ վաճառել,
okay, բայց քո ֆիրմայից մեկը պետք է չէ որ այդ ownership-ը վերցնի ու ասի թե այդ application-ը կամ design-ով մի հաստատի։ Ասենք հա մենք ենք սարքեցինք twin design մեր համար, բայց միգուցե այդ դիզայնը այդ ոլորտի կամ այդ բիզնեսի տիրոջ ճաշակին չի համապատասխանում, չէ՞։ Բիզնես լոգիկաների հետ կապված էլ կան, այսինքն կազմակերպությունը իրան երկին process-ն ունի, չէ՞, իր ենթադրենք մեկը մի հատ ապրանք է վաճառում, այդ նույն ապրանքի վաճառելը այն մյուս կազմակերպությունը ուրիշ տեխնոլոգիաների միջոցով է իրականացնում։ Այսինքն այդ կտորը իրանց մոդից կարողանան ճիշտ ներկայացնել ծրագրավորման թիմին, որ վերջո չունենան այն խնդիրը, որ նոր ստանդարտ ունենք, բիզնես ծրագրավորման թիմ միշտ իրարից դժգոհ են, որովհետև բիզնեսը չի ստանում այն ինչ իրան պետք է, ծրագրավորման թիմն էլ դժգոհ է, որովհետև բիզնեսը ճիշտ չի ներկայացնում, թե իրան ինչ է պետք։ Այսինքն այդ խնդիրը գալիս է, հա, խնդիրը, որովհետև բիզնեսում չկա տեխնոլոգիական ներկայացուցիչ։ Հա կարող է բնականաբար կան կազմակերպություններ, որոնք որ ունին ու այդ կազմակերպությունը շատ ավելի արագ տեմպերով առաջ կերտան։ Բայց մենք այս վերջին տասկում շատ քիչ դեպքեր եղել, որ ասես նորմալ հայկական product ենք առնչվել, այսինքն նորմալ product են ուզել, այսինքն կայքից դուրս լոգիկա են մտածել։ Շատերը մտածում են այն ստանդարտ լուծումների մասին, որ նոր առաջարկվում է շուկայում, չթվարկեն, բայց կան ստանդարտ լուծումներ, ներդնում են, այդ ստանդարտ լուծումները իրանց համար չեն, իրանց համապատասխանեցնելու համար մեծ գործընթաց պետք է իրականացվի ու դժգոհ են։ Բայց այս բանը ինչ որ կոչի տեսքով կարող է հնչել խոսքս, հա մի ժամանակ դե ծրագրավորում էժան հաճույք չէ, դե բնականաբար թիմ դե աշխատի աշխատավարձներ բարձր եւ այլն ու պրոյեկտ ստանալ լավ product ստանալու համար պետք է երկար ժամանակ ու մեծ գումարներ իրականում։ AI-ի ի հայտ գալով այդ ամեն ինչը հնարավոր է քիչ ռեսուրսներով բնականաբար առանց լավ մասնագետի հնարավոր չէ այդ ամեն ինչը ստանալ, բայց հնարավոր է քիչ ռեսուրսներով ստանալ բավականին լավ ու պետքական product բիզնեսի համար, այսինքն եթե քո բիզնեսին պետք է այս հետևյալ կետերի խնդիրների լուծումը, դու կարող ես ճիշտ ներկայացնել ու թե ինչ մասնագետ է ամեն ինչը իրականացնել, օրինակ հենց AI-ի միջոցով, արդեն երկրորդական է։ Կարևորը դու կստանաս քո product-ը ու այն product-ը ինչ որ քեզի պետք է։ Հնարավորինս կարճ ժամկետում, բնականաբար արդեն եթե ժամկետը կարճ է, բյուջեն էլ արդեն նվազ կլինի։ Իսկ պետք է մարդիկ սկսեն հասկանալ, թե իրանց բիզնեսի համար առաջնահերթ ինչ է պետք ու այդ քայլ առ քայլ սկսեն ներդնել։ Վստահ եմ, եթե սկսեն, այլ հետ չեն կանգնի, որովհետև նոր հա քայլ առ քայլ կսկսեն մեծացնել։ Ահավոր մեծ օգուտ կուտա։ Okay, համ AI-ից խոսացինք, համ կրթությունից, դե հիմա արի այդ երկուսը կապցնենք իրար։ Այ AI-ում կրթական ոլորտը ինչ անի, որ օգտվի AI կոչվածից, այսպես ասած, ճիշտ օգտվի ըստ քեզ ու այդ ինչ կտա կրթվողին։ Ոչ թե ես կներես, ես չեմ ասում այն մասին, որ AI գործիքներ սովորել, այդ մասը բնականաբար չէ, AI-ի ֆունդամենտալ դերը ոնց բարձրանա կրթության մեջ, ոնց օգտագործենք։ Ստեղ մի քիչ բարդ է, էլի ինչ որ եթե կանվանենք փափուկ հմտություններ կամ այն որ արդեն անհրաժեշտ հմտություններ, իրականում կրթությունը պետք է որ մարդուն տա այն անհրաժեշտ բազան, որը պետք է կոնկրետ այդ տվյալ մասնագիտության համար։ Այսինքն ոչ թե սովորացնի գործիքներ, խոսքը AI-ի մասին չէ, խոսքը այլ գործիքների մասին է, թե օրինակ ասենք ծրագրավորման մեջ մենք ոնց ենք կոդ գրում կամ այլ մասնագիտությունների մեջ ինչ տեխնիկաներ են օգտագործում։ Այդ տեխնիկաներից պետք է դուրս գալ, տրամադրել բազան ու նաև սովորացնել, որ այդ ամեն ինչը հնարավոր է այլ գործիքներով ճիշտ կիրառել։ Ինչ ասեմ, ցանկացած դեպքում կուզե AI եղնի, կուզե լավ աշխատող գործիքներ եղնին, մեկ է դի մասնագետը մարդկային այդ հմտություններին տիրապետ է։ Իսկ կրթությունը դի փորձի հասկանալ ինչն է անհրաժեշտ, ինչն է առաջնահերթ։ Նույն անգլերենը կարող է թվա թե իմիջիալուց եմ Գյումրիում բավականին էս խնդրեմ է։ Երևանում ես գիտեմ որ անգլերենի
հետ կապված այդ խնդիրը չկա էլի որ մարդիկ շատ քիչ է բայց Գյումրիում լուրջ խնդրեմ է ու լուրջ խնդրեմ է ոչ թե արդեն տարիքով մարդկանց մոտ ովքեր որ ժամանակին չեն սովորել ու հիմա դժվար է նույնիսկ երիտասարդների մոտ որ այս վերջի տարիների ընթացքում հա ասում ենք անգլերենը կարևոր է մեկ այդ ընթացքում այդ տարիների ընթացքում որ Իրանից խորը տեխնոլոգիական անհրաժեշտություն չկա նույն անգլերենն է էլի 300 տարի ինչ եղել է այդ նույն անգլերենը կսովորվես այսինքն փոփոխություններ չկա բայց էլի մարդկանց մոտ այն անհրաժեշտ մագարտակի չէ այդ գիտելիքը այսինքն մենք խնդիր չենք լուծում էլի կրթության համար այդ եմ ասում որ ունենք խնդիր առաջնահերթ խնդիր դի այդ խնդիրը լուծենք նոր մտածենք հաջորդ խնդրի մասին այսինքն այդ հիմքային խնդիրը չլուծած օրինակ բերեմ ինչքան էլ հա AI կամ մասնագիտության լավ տիրապետես միջազգային շուկայում այսօրվա տևությամբ անգլերեն լեզուն է ասենք նույն ցանկացած երկրի համար այդպես եմ էլի երկրներ չտավարգեմ միջազգային լեզուն անգլերենն է ու եթե դուք ուզում եք հաղորդակցվեք լավ առանց հաղորդակցվելու էլ հնարավոր չէ Okay այս մասով համաձայն եմ բայց այստեղ sense մի հատ հարց էլ կա որ լեզվի հետ կապված մարդիկ չեն հասկանում երևի թե մենք շատ ենք խոսում ծրագրավորումից IT ոլորտից որտեղ այդ ոլորտի ներկայացուցիչներ ենք բայց եթե մի քիչ բացենք եթե դուք ապրանք եք արտադրում ու ուզում եք այդ ապրանքը արտահանել միջազգային շուկաներ ոնց պետք է անեք կամ պետք է աշխատակից ընդունեք որը որ բայց նոր եք սկսում կամ օքեյ լավ կարողանում եք արտադրել ուզում եք արտահանել միջազգային շուկաներ ինչքան էլ դուք աշխատակից ընդունեք որը որ պիտի շփվի միջազգային գործընկերների հետ բայց ամեն դեպքում ձեզ էլ է պետք չէ դուք անձամբ շփվեք հենց այդ բավ կարող է որովհետև կնես բիզնեսը շատ sense նրբություններ ունի որովհետև եթե դու հիմնադիրը բիզնեսի տերը բիզնեսի այսպես ասած անձամբ հաշվվում իր պատվիրատուի հետ շատ ժամանակ շատ նոր դռներ են բացվում մի կան մի խոսքը կարա դիքը բան փոխի ու կարող է այդ բիզնեսի տերը ավելի լավ հոտառություն ունի հասկանալու համար որ այս մարդուն կարող է այս բանը կարող է քանակա պետք ավելացնել կարող է այսենց առաջարկա պետք անել իսկ այն մարդը ով ուղակի աշխատակից է ու այդտեղա որտեվ լեզու գիտի ինքը այդ բիզնեսի նրբությունը քո բիզնեսի նրբությունը քեզից լավ չի պատկերացնում հենց այդ օրինակ բերեմ էլ այդ բանի հետ կապված real case թե իմ անգլերենս է լավ չէ ես էլ ժամանակի ընթացքում այն որ աշխատելու ընթացքում եմ սկսել անգլերեն սովորել սկզբնական էտապում ինչից եղավ որ ես սկսեցի կենտրոնանալ անգլերենի իմացության հիման վրա անգլերեն իմացող մասնագետը ներկայացնում է պատվիրատուին մեր պրոդուկտը մեր ծառայությունները ու սխալ ես զգում եմ որ սխալ է ներկայացնում բայց ես չեմ կարող շտկել ճիշտ է հայերեն բացադրում եմ որ փորձի ճիշտ թարգմանել կամ բան, բայց արդեն մենք մոտ ենք ֆեյլ լինելու, որովհետև ցանկացած դեպքում աշխատակիցը չի կարող քո նշած ձևով հիմնադիրի մտքերը ճիշտ շարադրել, որովհետև այդ հիմնադիր ունի գաղափար, չէ՞, այդ գաղափարի արդյունքում հասել է մի հատ կետի, որ կարող է զարգանալ ու եթե աշխատակիցը այդ ամբողջը ճիշտ չի պատկերացնում, միանշանակ չի կարող ներկայացնել։ Ավելի sense հեշտ case բերեմ մեր նոր սերունդի համար Z սերունդ են ասում հա Z-ը արդեն ուրեմն ստարտափը ժողովուրդ ջան որը որ կլասիկ case-ը ստարտափի որն է մարդիկ որոնք որ աշխատում են տարբեր ֆիրմաներում ընկերներ են մի գաղափարի շուրջ հավաքվում են ստարտափների մեծ մասը տենց է ստեղծվել դուրս չեն գալիս իրանց այն գործից ու սկսում են ամեն մեկը իր մեկը product manager-ը մեկը ծրագրավորող է, մեկը չգիտեմ, ֆինանսիստ է, ինչ որ ֆինանսական ստարտափ են, չէ՞, անում, գտնում են նաև այն մարդուն, ով որ պակասում է, իրանել են բերում, ներգրավում դրա մեջ դառնում են գործընկերներ, այդ ստարտափը սկսում են սարքել։ Սարքում են պրոտոտիպ, ասենք, չէ՞, օքեյ, պիտի ներկայացվի։ Կամ երկու օքեյ, ես ու դու ստեղծել ենք մի հատ product, կամ մենակ ես ստեղծել եմ մի product։ Այդ product-ը, որ դուք գնում եք ներկայացնելու, pitch ասվածը ինվեստորների մոտ։ Նախ դա անգլերեն է, երկրորդը Հայաստանում էլ, միջազգային շուկայում էլ մեծամասամբ, երկրորդը ոչ մեկ
ինվեստորներից ու այդ այնտեղ սերիաներ կա, չէ՞, C սերիա, B սերիա, A սերիա, այդ արդեն բարձր մակարդակում ոչ մեկ ձեզ թույլ չի տա որ դուք չներկայացնեք, որտեղ այնտեղ պարտադիր է որ ստեղծողը ներկայացնի թե ինքն ինչա, որտեղ այդ մարդիկ այնքան փորձառու են ու իրենք չեն ուզում խոսան կոպիտ ասած միջնորդի հետ, իրենք ուզում են որ քեզ հարցեր տան, դու պատասխանես, ասենք ապագան ոնց է տեսնում, խի sense feature չես սարքել, կամ այս feature-ը կարող է, դու sense չսարքեր, sense սարքեր ու այդտեղ դուք fail կլինեք։ Դրա համար քո ասածը անգլերենի մասով, որի մասին ես տեն շատ չեմ խոսում, բայց համաձայն եմ, որ ինչ որ բան սկսելուց առաջ այդ ամեն ինչը հաշվի առեք, որտեղ դուք ինչքան է լավ բան սարքեք, դի լավ այնտեղ բան կա, չէ՞, ինվեստորի պրոյեկտը ներկայացնելու են լիֆտի կանոնը, որ լիֆտը նստար 800 հելար մաքսիմում կամ 500։ Այդ ընթացքում դու կարող ես քո պոտենցիալ ինվեստորին, որին կարող է դու կյանքիդ մեջ մի անգամ ես շանս ունեցել տեսնելու, այնքան ձեր product-ը պիտի լավ իմանաք ու լեզու, որ կարողանաք արագ ներկայացնել ու հարցերին պատասխանել։ Թե չէ որ մի հատ էլ բան անեք, միջնորդով ու թարգմանիչով շփվեք, չի լինի։ Դեռ համաձայն եմ, օրինակ կարող ենք մի հատ օրինակել կարող ենք դիտարկել, ասենք հենց Չինաստանի տարբերակը դիտարկենք, տես մեծ երկիր է, հսկայական պատմությունով ու կոպիտ ասած ինչ որ ինքը ոսոս առանձնացված, չէ՞, լրիվ առանձին մշակույթ, մոդեցումներ եւ այլն, բայց վերջի տարիներին իշքան մեծ քանակությամբ մասնագետներ ներկայացվեց իրանց մոտ անգլերեն սովորացնել։ Ինչի պատճառով։ Հենց նույնը Հայաստանից։ Հայաստանից շատ գնում են դեռ անգլերեն։ Նայեք, ինչի համար, որովհետև այդ մարդիկ էլ են գիտակցել, որ չինարեն ոչ մեկ չի սովորում։ Պետք է միջազգային լեզվից օգտվել։ Եղել է դեպք, որ մենք մեր տբարանի համար գնացում ենք երել Չինաստան ու վերջնական արդյունքում այդ այն ինչ նոր առել ենք այն մարդուց, որը որ բոլեմենի անգլերեն կարողանում էր շփվել, այսինքն կարող ենք այդ երկու բառ փոխանակել։ Շատ վատ մագարտակի վրա էր իրանց մոդել, մինչև հիմա երևի, բայց այն մարդը, որը գոնե անգլերենով կարողանում էր մեկ ինչ ներկայացնել, կարողանում էր իր ապրանքը վաճառել։ Մենք էլ այդտեղ ուզում ենք միջազգային շուկայում ապրանք վաճառել, այս կարող է թվա թե ինչի համար անընդհատ անգլերեն, բայց եթե միջազգային շուկա է դա աշխատենք մանավանդ IT ոլորտում։ Այստեղ խնդիրը անգլերենը չի, այստեղ մենք կոմունիկացիայի վրա ենք եթում ու դրանից դուրս է գալիս լեզուն առաջի հերթին։ Նույնը ռուսերենը, եթե Ռուսաստանի շուկայի ենք աշխատում, բնականաբար ռուսերեն լեզուն շատ խիստ անհրաժեշտ ու լավ խոսքը միայն պրոստը շփվելը չէ, այլ գրագետ նորմալ խոսքն է։ Դե ասենց ասեմ, մեր ոլորտում ամերիկացի պատվիրատուի համար կամ եվրոպացի պատվիրատուի համար ընկերություններ են, որոնք որ իր ուզածը կանեն։ Ինքը բնականաբար նախապատվությունը տալիս այն ընկերությունը, որտեղ իր հետ լավ ու հանգիստ են հաղորդակցվում, ոչ թե սխալ պրատ տանջվելով ու հա, այդ էլ ասեմ, պետք չի գերազանց իմանալ նոր սկսել հաղորդակցվել։ Հաղորդակցվեք, բայց ընթացքում փորձեք զարգացնեք, ոչ թե ասեք Ադե ինձ հասկանում են հետիկա, չէ, ու կյանքը առաջ է գնում, կավա 10 տարի առաջ։ Չէ, շատ է փոխվել։ Request ունենք ապ գործի, պատվիրատուն ու երկու հոգի թիմից աշխատում այդ պատվիրատուի համար, երրորդին ուզում ներկայացվել։ Բայց նորմալ անգլերենով։ Բայց ոչ թե նորմալ անգլերենով։ Մենակ նորմալ անգլերեն ենք ուզում ստուգել։ Տեխնիկական գիտելիքները բանկս ախպեր մենք գիտենք որ դուք կրնակ ենք։ Բայց մեզի բերեք մարդ, ով որ գերազանց անգլերեն, գերազանցելով մենք ճագերտավոր կարող ենք չել, բայց հումեդոր կարողանանք մենք ազատ հաղորդակցվել, ոչ թե ջարդրվելով։ Այո, դե հիմա լիքը ծրագրավորողներ կլինեն, այս լսելով կասեն ծրագրավորողին չի պիտի պատվիրատուի հետ հաղորդակցվի, թող պրոյեկտ մենեջերը հաղորդակցվի, մեզ մեր լեզվով ասի ինչ անենք, մենք էլ անենք, բայց մեր լեզուն ո՞րն է, այսինքն ջիրայում թասկերը սկսենք հայերեն գրել։ Չէ, հենց հետ կանք, այդ նույն ծրագրավորողները կարող են եթե օգտագործել են AI գործիքները, կարող են արդեն սկսել մտավախություն ունենալ, որ հենց այդ նույն պրոյեկտ մենեջերը եթե հաղորդակցվավ, ինքը կարող է այդ prompt-ը գրել, ու այդ prompt-ը շատ ծրագրավորողներից շատ ավելի որակով ու արագ, ու 10-պատիկ, 20-պատիկ ավելի արագ AI գործիքը կստեղծի։ Այսինքն եթե էլի նեղ կարծիքս է, բայց վստահ եմ, որ շատերը կհամաձայնվին, շատ կարճ ժամանակ հետո այն մասնագետները ծրագրավորման ոլորտի մեջ ովքեր որ հաղորդակցման հմտություններ չունեն, իրանք դառնան ոչ պահանջված։ Այսինքն AI-ը ոչ թե կուկա ծրագրավորողին անել, որովհետև աշխարհը հասել էր մեկ էդին, որ
նույն բիզնես օուները լիքը մտքեր ունի, լիքը խնդիրներ ունի, բայց ժամանակը չի հերիք այդ ամեն ինչը ստեղծել։ Որտեվ անընդհատ հազիվ այդ եղածը կդզեն, այդ եղածը կկարգավորեն, մի բան կփոխեն, 10 հատ կփճացնեն, ցեկե սիտուացիան։ Մենակ ծրագրավորմանը չի վերաբերվում, ասենք հիմա բան կա, չէ, technical writer-ներ ունեինք, որոնք որ դոկումենտացնում էին պրոյեկտները։ Նու մեծ պրոյեկտների մասն է խոսքը, ասենք աշխատող պլատֆորմ, որի վրա լիքը մարդիկ կան, օգտվում են կամ marketplace-ներ, ու այդ թիմը անընդհատ աշխատում է նոր update-ներ, նոր ռիլիզներ, ամեն ռիլիզի համար պետք է նոթեր գրվի, պետք է դոկումենտացվի, որ բոլոր պարտներները իմանան ոնց օգտվեն եւ այլն եւ այլն։ Այն տեխնիկական ոնց կնի tech writer հայերեն տեխնիկական մասնագետները որոնք որ դոկումենտացնում են sense ասեմ այդ ամեն ինչը եթե թիմում 10-ին հիմա մնացել են 2-ը ինչի համար 2-ը որոնք որ կտան prompt-ը ChatGPT-ին կստուգեն ChatGPT-ի գրածը կվալիդացնեն այդ product manager-ի հետ ու վերջ Թե այն 10 հոգին պիտի ձեռով գրեին, հիմա բայց այն 2 հոգին, որոնք որ մնացել են, այնց չի որ մնացել են այդ նույն աշխատավարձին, երբ որ թիմը 10 հոգի էր, իրանք 10-ից 2-ն էին։ Մեկը դառել է team lead, այն մյուսը դառել է senior, որովհետև կարողացել են օգտվել AI-ից, այսինքն դու աշխատում ես մի թիմում, ժողովուրդ ջան, որտեղ դու ստանում ես պայմանական 100 միավոր աշխատավարձ եւ այդ թիմը 10 հոգի է որտեղ կա team lead որը ստանում է պայմանական 300 միավոր կա չգիտեմ sense հա այդ թիմում եթե 10 հոգուց մնաց 2-ը ենթադրենք team lead-ը եւ մի հոգի ով կարող է ովքեր որ ժամանակին հասկացան որ պիտի AI օգտագործեն 300 պայմանական միավորի փոխային այդ team lead-ը կստանա 500 պայմանական միավոր, որովհետև ընդհանուր եթե բյուջեն, ասենք 1000 էր, այդ 10 հոգանոց թիմի, հիմա այդ 1000 ու ծախսվում էր այդ 1000-ը, հիմա այդ 1000-ից կրճատվում է, բիզնեսի համար բիզնեսն ասում է 1000-ից կթողեն 600-ը, 600-ը բաշխեք 2 հոգու մեջ, ոչ թե 1000-ը բաշխեք 10 հոգու մեջ։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ ժամանակին հասկացան որ AI օգտագործեցին, բիզնեսի տիրոջը ցույց տվեցին, որ տես արդյունքը, արագությունը, արդյունքը, այդ մարդիկ կմնան, այն 8 հոգին կհասկանան, որ իրանք էլ այդ նույնը անեն, որ իրանք էլ կարողանային դա ավելի շուտ անել։ Նույնը ծրագրավորման մեջ է, նենց չի որ կոդ գրելը չի լինելու, նենց չի որ ծրագրավորողները չեն լինելու։ Ուղղակի ծրագրավորմանը զուգահեռ պետք է նաև ներդնել ու սովորացնել AI գործիքները, որոնց միջոցով իրանք կարողանան արագացնել իրանց աշխատանքը, բայց ոչ մեկ չի ասում, որ այդ ծրագրավորող գաղափար պրոստը տրանսֆորմացիայի է ենթարկվել։ Միանշանակ Ոչ թե վերանալու է։ Քանի որ ժամանակը կամաց քչանում է, ես անպայման ուզում եմ, որ մենք Գուգ ջան խոսանք նաև համայնքների դերակատարումից, Մանթաշյանից, որի անդամ եմ նաև ես TCO-ն, տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատնողի միություն։ Սրա մասին ճիշտ ասած ես գիտեմ, որ դու Շիրակի մարզի կառավարում ես Շիրակի մարզը ստեղ, գիտեմ որոշ մանրամասներ, բայց վստահ եմ, որ շատ-շատերը քիչ են լսել ու կուզեմ մի հատ սկզբից հասկանանք թե ինչ է այդ ՏՀՏԳՄ ասվածը ու դրանից հետո խոսանք մի քիչ Մանթաշյանցից ու խոսանք այս համայնքների դերից այս ինչը որ մենք խոսացինք բիզնեսներից, անհատականություններից, աշխատակիցներից, համայնքը գործատրարների համայնքը, այդտեղ ինչ է անում, հիմա ինչ դերակատարում տեսեք սկսենք գործատուների միության համայնքի հետ կապված իրականում ցանկացած համայնք, ցանկացած միություն պետք է ունենա իր ռազմավարությունը, իր նպատակները ու այն կազմակերպությունները, ովքեր որ կիսում են այդ ռազմավարությունը, ես խորհուրդ կտայի միանալ այդ համայնքներին, որովհետև վերջի նաև քանակներ է ստեղծում որակ ու եթե կիսում եք նույն գաղափարն ու նույն շարժվում միանշանակ մեկը մյուսի օգնությամբ կարողանում եք ավելի լուրջ ու ավելի մեծ խնդիրներ լուծել նույն համայնքի հետ կապված համայնքը ունի իր սեփական ռազմավարությունը իրականացնում է տարբեր տեսակի միջոցառումներ ու ծրագրեր, որոնք օգնում են բիզնեսներին, հիմնականում IT եւ հեռահաղորդակցման ուղղվածության բիզնեսների միջոցառումներին ներգրավելով։ Օրինակ, ամեն տարի
UICT գործատուների միությունը ունի մրցանակաբաշխություն վարչապետի կողմից, կազմակերպվել է UICT գործատուների միության կողմից, վարչապետի մրցանակ է կոչվում ու ամեն տարի միջազգային մեծ թեմքեր, կարելի ասել IT ոլորտի, այդ ոլորտի մեծ թեմքեր ընդվում են մրցանակը տալիս են ու այդ մարդիկ անցած տարի Ասիայից էր, հա։ Ասիայից էր, հա, այս տարի հոկտեմբերի 14-ին Երևանում Devin Hall-ում Silicon Mountains 2025-ն է ու նաև Silicon Mountains միջոցառման դրական կողմերից մեկը որն է։ Տարին 2 անգամ է անցկացվում միջոցառումը, մեկը Պարադիր մարզերում, որի արդյունքում մարզերն էլ է տեխնոլոգիական շատ կարևոր միջոցառում է մարզերի համար ու տարեվերջին նաև միջոցառում իրականացվում է Երևանում առաջին միջոցառումը կազմակերպվեց մարզային առաջին միջոցառումը Գյումրիում, երկրորդը Վանաձորում։ Այս տարի գարուն էր, չէ՞։ Հա, գարուն էր, մայիսին էր Վանաձորում։ Համայնքներին մասնակցությունը հենց դրանում է օգնում նաև բիզնեսին, որ կարողանում է իր ունեցած ենթադրենք իր համար եթե մի խնդիր շատ մեծ թվայացյալ խնդիր է, իրականում միության ու միության անդամների համար, համախմբված անդամների համար դա ընդամենը փոքրիկ խնդիր է, որը շատ հեշտությամբ կարողանում է լուծում ստանալ։ Շատ հետաքրքիր բան network-ի առումով, բայց այս մասով ես Մանթաշյանցից խոսալուց կներգրավեմ, որտեղ ընդեղի անդամ եմ, իսկ ՏՀՏԳՄ-ին ոնց միանան, ով կարող միանա, մի քիչ ավելի ՏՀՏԳՄ-ին կարող են միանալ տեխնոլոգիական լուծումներ ունեցող կազմակերպությունները, այսինքն եթե օրինակ տբարանես, բայց քո բիզնեսում ունես տեխնոլոգիական լուծումներ։ Բնականաբար ITF հեռահաղորդակցման կազմակերպությունները միանշանակ արդեն իրանք տեխնոլոգիական կազմակերպություններ են, բայց նաև այն կազմակերպությունները, որոնք որ ունեն տեխնոլոգիական լուծումներ, արդեն համարվում են, կարելի ասել մեր գաղափարախոսությամբ համարվում են տեխնոլոգիական կազմակերպություն, իրանք կարողանում են միանալ, կայքում կարող են տեսնել պայմանները, դիմում ներկայացնել միանալու համար։ Իսկ քանի անդամ ունեք։ 100-ից ավել անդամներ ունենք, ամբողջ Հայաստանից կարելի ասել երևի միակ միությունն է, համենայն դեպս իմ գիտենալով միակ միությունն է, որը նաև ակտիվ գործունեությունը փորձում ծավալել մարզերում, այսինքն ակտիվ ներգրավելով ու ունենք մասնաճյուղ Լոռիում, Գեղարքունիքում ու Սյունիքում։ Հասկաց։ Հետաքրքիր ինֆորմացիա էր, կայքը uict.org uict.org Okay, ու Մանթաշյանցից, հա, խոսենք, Մանթաշյանցում ինչքան ժամանակ ես, ինչ է տալիս Մանթաշյանցը քեզ, Գյումրի համայնքին, անցած էպիզոդում Արտակի հետ էինք խոսում, Գևորգյան, ու լիքը բաներ պատմեցինք, կուզեմ որպես անդամ դու էլ։ Մանթաշյանցին անդամ եմ արդեն մոռացել 20-21 թվականից դեռ Գյումրիում մասնաճյուղ չկար, Երևանից եմ միացել։ Մանթաշյանցի առավելություններից մեկը շատ առավելություններ ունի, որպես բիզնես ակումբ, դա միության ձևափոխված կարելի է անվանել networking-ը, մարդկային շփումը ու շփում այն մարդկանց հետ, ովքեր որ անցել են այն ճանապարհը, որը դու ես անցել կամ նոր ես սկսելու անցնել, այսինքն մեծ փորձի փոխանակում բնականաբար էլի միության բոլոր հնարավորություններով էլի ունես փոքր մեծ խնդիր քո համար, բայց միության համար դա կարող է լինել ընդամենը փոքր խնդիր, ունես մտքեր կարող ես ներկայացնել ու վստահաբար եթե քո ունեցած միտք, ենթադրենք ունես միտք ներդրում է պետք առաջին հերթին ու միանշանակ արդեն այդ փոխադարձ վստահությունը, գոյություն ունենալով այդ փոխադարձ վստահությունը միանշանակ կարող ես հասնել շատ ավելի լավ արդյունքների, որովհետև համենայն դեպս միության մտնելու, ակումբ մտնելու համար պետք էր ռեկոմենդացիա, նաև տարիների ընթացքում դե վերջի համագործակցություններ էլ է ձևավորվում ակումբի ներսում, կախված այդ համագործակցություններից նաև
ունես վստահություն, թե չունես վստահություն ու այդ ամեն ինչի արդյունքում հնարավոր է մեծ համագործակցություններ։ Okay. Այդ մասով կուզենայի նաև դու էլ վերջերս միացել։ Ես վերջերս եմ միացել, ուրեմն շատ հետաքրքիր փորձեր կան այս մասով արդեն իսկ իմ մոտ, որովհետև դեպք եղել է, որ օրինակ, մեծ խնդրի մասին չի խոսքը, բայց փնտրում ես ինչ որ մեկին, շատ շտապ։ Ու իմ case-ը իմ համար չեմ փնտրում։ Այստեղ շատ sense մի հատ հետաքրքիր case է, էլի։ Ինչի համար եմ ասում, որ մարդիկ ինչքան հնարավոր շատ միանան եւ Մանթաշյանցին եւ իրենց ոլորտային կառույցներ կան, ասենք արտադրողներ, արտահանողներ, կոնկրետ։ Ուրեմն ինքներիցս մեկին շտապ պետքա մի բիզնեսմեն, ում կազմակերպության համար, կազմակերպությունը իր համար ինչ որ ծառայություն է մատուցել, կիրակի օրը խոստացել են, որ շաբաթ օրը կուղարկեն ու երկու շաբթի առավոտ այդ իրան պետքա, առավոտ շուտ պիտի այդ ապրանքը լինի Դիլիջանում, բայց կիրակիա շաբաթ ասել են չեն տվել, թե չգիտեմ ինչ ա եղել, ասել են չեն տվել, թե չեն գնացել վերցնեն, շո sense խնդիր։ Ես մանա գալիս այդ մարդուն իմ կողքից, հա զանգելով ոնց կարանք բացենք այդ տպարանա Երևան։ Ոնց կարանք բացենք, դի մնաց, ես առավոտ դա ոնց հասցնեմ եւ այլն։ Ես ասում եմ ժողովուրդ մի վարքյան, անուն կազմակերպության անունն ասեք, փորձեմ առաջի անգամ Մանթաշյանցի միջոցով մարդ գտնելու process-ն է։ Շատ արագ գրեցի չաթերում, գտանք այդ մարդուն, գտանք այդ ոչ թե բիզնեսի տիրոջը գտանք, ով որ իր աշխատակցին ասեց, 15 րոպեում բացեցին, տվեցին, ոչ թե տվեցին, նաև ճանապարհեցին դեղ որտեղ պետք էր, այսինքն այդ մարդը պետք է մտածի, ում խնդիրը որ լուծվեց։ Միանալու նման տեղեր, որովհետև իրան սենց խնդիրներ լուծելու համար բոլորին է պետք է Այստեղ Վարամը լավ խոսք ունի, որ մեկ ծեր սեղմումով խնդրի լուծում, իրականում Մանթաշյանցի առավելություններից, առաջնահերթ առավելություններից նաև մեկն է, որ ինքը միջազգային ցանց է, աշխարհում քանակը ճիշտ նորսեմ չի բացվի, մարդկանց քանակը, բայց քաղաքներն ու երկրների քանակը արդեն ես էլ չգիտեմ, ահագին շատ են, ես վերջերս էլ Կիպրոսում բացեցին, այսինքն տեղի բիզնեսմենի համար Ամերիկայի, Կիպրոսի կամ Ռուսաստանի տարբեր քաղաքներում որտեղ կա Մանթաշյանցը որևէ հարց լուծելը միանշանակ շատ ավելի հեշտ է ու նաև նա ինչ որ հենց սկզբնական ժամանակվանից երբես միացել է ինչ դրական բան կար նոր թե մարդկանց իսկ ու կար ովքեր որ միացել են այդ միությանը թե ինչ որ չգրված օրենք էր որը գործում էր բայց եթե դու Մանթաշյանից ես լրիվ ուրիշ վերաբերմունք էր միանգամից ձևավորվում այսինքն այդ ներքին կուլտուրան շատ բարձր մագարտակի վրա է։ Հա, ես էլ ինչքան հնարավոր ինչքան ժամանակ ես նույնը փորձում եմ ներգրաված լինել, միջոցառումներին շփվել, որովհետև ու բացի նրանից, որ network կատարից բացի նրանից, որ մարդկային լավ շփում կա, այս մասով որպեսզի թյուր ըմբռնում չլինի մարդկանց մոտ կամ թյուր ընկալում, կա նաև հետաքրքիր միջոցառումներ, հետաքրքիր սփիչեր, հետաքրքիր պրեզենտացիաներ, որոնք տարբեր անդամներ անում են միության, որոնց ինչքան հնարավոր է ես էլ եմ փորձում գնալ, նոր ընդհանուր լրիվ նոր գաղափարներ ենք, նույնիսկ եղել որ մեր համար բացահայտել է ու այս վերջերս ճիշտ ասած խոսնակյանը չեմ հիշում, բայց մետաֆիզիկայի մասին մի հատ շատ հետաքրքիր, որին ես ընդհանրապես ծանոթ չէի։ Գիտես ինչ է, լսել եմ։ Ուրեմն շենքի դիրքը, շենքում գտնվող իրերի դիրքը, սենյակում գտնվող իրերը իրանց տեղադիրքերով շատ մեծ նշանակություն ունեն, ասենց եթե երկու բառով ճիշտ եմ հասկացել, շատ մեծ նշանակություն ունեն հաջողության հասնելու համար, այդ ամեն ինչը թվերով է, ինչ որ բան չի, էլի հոգևոր կրոնական բան չի, ինչ որ քո թվերի հիման վրա ճապոնական ոնց հասկացա բաներ, մոտեցում էր ու ասում են թվեր էր ներկայացնում խոսնակը, որ
լուրջ կազմակերպություններ, լուրջ բիզնեսմեններ, լուրջ պատվիրակում են այդ ամեն ինչը ու գումարներ են ծախսում նոր գրասենյակներ կառուցելիս, որպեսզի այդ կանոններին համապատասխան լինի։ Ես չգիտեմ, այսպես բաներ։ Մեր խոսակցության թեմայի շրջանագում էլ AI-ի սահակին խոսացինք, այս շաբաթ Դիլիջանում հենց Մատաշյանցի իվենտ ունի։ AI տրանսֆորմացիան բիզնեսում, որոնով ցանկացած բիզնեսմենը միանշանակ մյուս շաբաթ 11-ին այսինքն ցանկացած բիզնեսի հիմնադիրին ինքը միանշանակ հետաքրքիր թեմա է, որովհետև ոնց անես, որ դու էլ կարող ես որը որ կամ մի հատ hype, որը որ կոչվում է AI, որը որ լիքը բան է ատալի ու մարդիկ այդ ուղղության վրա գնում են կրոնչի, չգիտեմ, ներդրում գիտելիքը ներդրում այնքան հիմա շատ կան AI-ի մասին բաներ, որ իմանալը ոչ մեկ քեզ չի ասում փոխտուր ասել։ Ինչի չիմանալ, ինչի չփորձել, կարող ես անձամբ ինչ ժամանակ դամադրել, քո բիզնեսի ինչ որ ուղղություն փորձել, չգիտեմ ինչ անել AI-ով, կարաս ավտոմատացնես, կարաս ուղղակի փորձես օգնես։ Ցանկացած եթե դու ունես բիզնեսում խնդիր, հավաքագրես այդ խնդիրները, խմբավորես ու քայլ առ քայլ ասես, այս խնդիրը ինչպես կարող ենք լուծենք AI-ի միջոցով։ Օրինակ, կամ AI-ի միջոցով չի, ինչպես կարող ենք լուծենք։ Հետո նոր արդեն ճյուղավորես AI-ի միջոցով թե մարդու միջոցով։ Այո։ Այդ տարբերակը։ Շատ բաներից խոսացինք, Գուգ ջան, ոնց ես պատկերացնում Գյումրիին, այս հարցը բոլորին տալիս եմ վերջում։ 5-ից 10 տարվա ապագա, հեմիկվանից չէ, 5 տարի հետո ու 5-ից 10 տարվա հետ միջանկյալ ժամանակահատվածում։ Կոնկրետ Գյումրին իր բիզնես միջավայրը, մարդիկ, պատկերացնում թե երազում։ Ավելի շատ ցանկանում ես, բայց չես պատկերացնում։ Չէ, ցանկանալու մասին ասեմ, ավելի լավ կյանի, թե օքեյ, ինչպես կցանկանայի որ լիներ, որովհետև տարիների ընթացքում մի քիչ այդ պատկերացման կամ այդ դրական պատկերացումները միշտ նվազում են, էլի։ Այդ 10 տարի առաջ եթե հարցնեի 10 տարի հետո ոնց ես պատկերացնում, լավ կներկայացնեի, բայց հիմա քանի որ նկատել եմ, որ 10 տարիների ընթացքում փոփոխություններ կան դրական շատ, բայց ոչ այն ինչ որ ես ցանկանում եմ, դրա համար ասեմ, այս բան ունեցած է ցանկությունը, նախ Գյումրին պատկերացնում եմ, որ գոնե 5 տարվա ընթացքում մի քիչ ասֆալտապատման խնդիրը վերջը կլուծվի։ 10 տարի առաջ ենք դրա մասին խոսում, AI-ից ենք խոսում։ Մի հատ ես լավ խոսք ունեմ, որ բոլոր դեպքերում ասում եմ, երբ որ մարդիկ նմանատիպ դեպքերում էլի, ասենց ասեմ, մարդիկ կոսմոս են թռնում։ Մարդը պետությունից անկախ ստեղծել է մի հատ կառույց։ Տեսեք, մենք մարդիկ կան, որոնք ուրախանում են, որ ունեն ավտո, մարդիկ կան, որոնք ուրախանում են, որ չգիտեմ, ունեն լավ է, ամեն մարդու համար այդ, բայց պետք է այն մարդը իր մտքում պահի, որ մարդ կա, պետություն չէ, պետական կառույց չէ, մարդ, ով որ ունի տիեզերանավ։ Ու մարդկանց վճարովի տանում է կոսմոս, հետաբերում։ Եկեք գնանք անենք արգելի, չգիտեմ, որ 10 տարի հետո ցանկանան կոսմոսի մասին, չէ՞։ Հա, էլի որ ասֆալտից արդեն ամոթը։ Ամոթը, բայց ինչ ենք, այդ է մեր ցանկությունը հələ մնացել։ Իրականում նայեք, ասֆալտը խոսքս միայն որ ասֆալտի մասին չէ որ անում։ Իրա բոլոր ենթակառուցվածքը։ Ես ցանկանում եմ մաքուր քաղաք, ծառապատ քաղաք, որտեղ որ նույն օրինակ բերեմ, Եվրոպայում եղել եմ, անձրևից հետո ահավոր հաճելի է քայլելը։ Իսկ ստեղ մեր մոտ անձրևների սեզոնին միջև հաջորդ տարվա անձրևների սեզոնի ավարտվելը դու ցանկություն չունես դուրս գալու։ Ցեղ, կեղտ, մռայլ, բայց եթե քաղաքը մաքուր է, իսկ ասֆալտը մաքրություններից երևի այս բան առաջնահերթ կետերից մեկն է։ Մաքուր է, ծառապատված է, դու ավելի մոտիվացված ես, ավելի հաճելի կյանք կապրես, ավելի արդյունավետ ես, ավելի շատ մարդ կցանկանա քո քաղաք բնականաբար ավելի մեծ արդյունավետություն տալով նույն բիզնեսին, նույն քաղաքին։ Դե ասենց ասեմ, պատկերացնենք Հայաստանում ունենք մի քաղաք, որը շատ մաքուր է, շատ ասֆալտապատ է, շատ լուսավոր է, շատ սիրուն է ու տարբերվում է Երևանից
Երևանի կենտրոնից բացի։ Բնականաբար իմ կարծիքով կսկսվի մի հատ շարժ ու բոլորը իրանց միջոցառումները կսկսեն այդ քաղաքում իրականացնել։ Մեկը տարավ մնացածը սկսելու են բերել, ու այդ քաղաքի շարժը արդեն կապահովի, այսինքն տարա էլի ոնց մասնագիտական բանի վրա էլի ցավը երբ որ գտնում ենք իմ կարծիքով դա տենց է հիմա եթե մենք վերցնենք օրինակ Դիլիջանը սկսել է ավելի շատ միջոցառումներ Դիլիջանում իրականացնել որտեղ այնտեղ էլ կա դրական փոփոխություններ այս վերջերս մի քանի օրով այնտեղ էի ու օրինակ չգիտեմ 5 տարի առաջ մի քանի օրով մնացել էի Դիլիջանում մեկ էլ այս վերջերս մի քանի օրով մնացի Դիլիջանում տարբերությունը բավականին շատ էր բայց էլի եմ ասում եթե մենք ուզում ենք տեմպ տալ տնտեսությանը առաջ գնալ եւ այլն այդ տարբերության բանը պետք է արագացնենք այսինքն այդ տարբերությունը լիներ ոչ թե 5 տարում այլ 2 միանշանակ նույնը ես կարծում եմ որ Գյումրիում է իսկ գործարար միջավայրում ինչ ես պատկերացնում ավելի ինչ ավելի բաց գործարարներ ավելի մեծ բիզնեսներ ավելի դրսից ավելի շատ բիզնեսներ թե ներսի բիզնեսների մեծացում իրականում այդ դրսի բիզնեսի ու ներսի մեծացման հետ կապված սրանց մի քանի տարի առաջ միշտ տեղի բիզնեսմեններով քննադատում ենք կոնկուրենցիան, բայց հետո երբ որ կոնկուրենցիան եկավ, հասկացանք որ կոնկուրենցիան մենակ դրականն է տալիս, կոնկուրենցիայի արդյունքում դու քո խնդիրները սկսում ես լուծել, դառնում ես ավելի արդյունավետ ու ավելի մոտիվացված։ Այսինքն էական չէ թե տեղին եք մեծանա թե դրսից մեծը կա, այդ առումով ես ավելի շատ կուզենայի կրտված, այսինքն կրտված խոսքը էլի նույն մաթեմատիկա հայոց լեզվի մասին չէ, խոսքը բիզնես կրթության մասին է, կրտված բիզնես միջավայր։ Դրա համար նույն տպագրության առումով շատ ենք աշխատում էլի տեղացի IT ոլորտով աշխատում ենք հիմնականում միջազգային ու երևանյան կազմակերպությունների հետ։ Իսկ այնտեղ տեղում տպագրությունը արդեն տեղի բիզնեսմենի հետ է ու ուզենայի ավելի կրտված միջավայր։ Ուրեմն դրա արագ լուծումը ես տեսնում եմ ստեղ երկու լուծում։ Դանդաղ դա տեղի բիզնեսների մեծանալը համ կրթվել, համ մեծանալ։ Դա ավելի երկար process է, դա ավելի տեսլական պահանջող, ռազմավարություն պահանջող, իսկ եթե մենք կարողանանք դրսից բերել ընկերություններ, որոնք իրանց հետ կբերեն արդեն այդ ամեն ինչը, ոնց որ օգտագործենք այդ մարդկանց փորձը։ Ինչ ես կարծում, ավելի արագ տեղի բիզնեսները դրան ոչ թե ավելի արագ չեն, ես ասեմ, եթե դրսից չգան խոշոր բիզնեսներ, ներսինը չի զարգանա։ Այդ եմ ասում, էլի։ Ասենք նույն ռեստորանային туриզմը սկսեց զարգանալ։ Կներես, այդ միության անդամ եւ այլն որպես, հա, ունես ինչ որ ինֆորմացիա, մենք Գյումրի փորձում ենք բերել դրսի մեծ ոչ հայկական ոչ թե Երևանից ու երազանքից միտես եթե կազմակերպությունը դրսից կուկա Գյումրի եղել են Գյումրիում կազմակերպություններ եղել են հիմնականում IT ոլորտի հետ կապված որ եկել են ու նաև հյուրանոցային ռեստորանային կարելի ասել ոլորտը զարգացավ միանշանակ ցանկությունը կա կալու շուկա է ասենք նույն խանութների ցանցը սուպերմարկետների թե City-ն է գա չէ ես նկատի ունեմ ոչ հայկական են նույն Carrefour-ի օրինակ չգա Երևան, տենց եղել է, որ գա հենց Գյումրի։ Չէ, հիմի ինոր վերադառնանք իմ ցանկության երազանքից։ Կազմակերպություն նոր եկավ, բնականաբար մի մասնագետներ էլ բերել, չէ, բայց որ մասնագետը կուզե ապրի քաղաքում, ուտեղ որ անձրևներից հետո հնարավոր չէ քայլել, ուտեղ որ տարբեր խնդիրների չխոսամ քաղաքի մեր թեմանին, չէ։ Ես ուզում էի սենց կապեինք հենց իրար։ Իմ ուզածն էլ հենց այդ էր, որ սենց բերենք կապենք ու ցույց տանք, որ որպիսի կան պետք է համապատասխան պայմաններ։ Միանշանակ պետք է պայմաններ։ Հենց այդ պայմաններ, որտեղ որ օրինակ բերեմ, հերու չեր տանք։ Մեր որտեղ որ մեր գործունեությունը ծավալում ենք, վերևի հարգում ռուսական կազմակերպություն ռելոկացիայի ժամանակահատվածում եկավ ու հիմնադիրներ, համահիմնադիրներ, բան անըտա չփում եք, դե հարևան էր, բան։ Գիտես ինչքան դժվար է եղել առաջի երկու աշխատակցին ես կարողացել եմ բերել։ Սաղ ճանապարհացածը մեկ են փոխանցել։ Տան մի խոսքով բոլոր գումարները աշխատավարձը բարձրացնելու նոր կարողացել ենք համոզել այդ մարդկանց որ իրանք Գյումրի տեղափոխվին։
Ճիշտ է, հետո պատերազմը որ սկսվավ իրանց մոտ, արդեն մարդիկ ցանկություն ունի տեղափոխվել, գցե դրանից հետո շատ ավելի հեշտացավ մարդկանց տեղափոխելը, բայց այդ սկզբնական этаպում, երբ որ գցե մեզ պետք էր որ մենք Ռուսաստանից դուրս գայինք կազմակերպությունով, ահա որ մեծ դժվարություններ ունեցել, գցե մարդիկ Թիֆլիս ցանկանում են Թուրքիա, Երևան, ինչի համար, որովհետև հենց այդ շրջակա միջավայրը մենտալիտետը չէ, իրականում մենտալիտետի խնդիր չկա։ Մենք գյումրեցիները շատ հյուրընկալ ազգ ենք իրականում։ Չէ, ես նկատի ունեմ, որ կարող է ինչ-որ ոչ թե վատ առումով կամ լավ մենտալիտետի համապատասխանությունը, ասենք հյուրընկալ ենք, բայց օրինակ կարող է տոլերանտ չենք։ Չէ, իրականում եթե այդպես նախորդկային նայենք, իրականում չկա նմանատիպ խնդրեմ։ Ճիշտ է, կարող է մի քիչ առաջի հայացքից թվա բռնություն կամ բան, բայց այդ առաջի երևացող հատվածն իրա տակ ավելի դրական բաներ կա թաքնված։ Շատ լավ։ Միջավայրը, զուտ միջավայրը, քաղաքի միջավայրի փոփոխությունն է, օրինակ բերեմ, մի հատ ռեալ աշխատող кейս, այս խոսակցությունը ես ունեցել եմ 17 թվականին, քննարկում ենք, ոնց անենք, օրինակ այդ ժամանակ եկել ենք, բիզնեսը կատարել ենք, աշխատակից չկարող ներգրավել։ Ճիշտ է, մարդկանց պիտի սովորացնենք, բայց ժամանակ է պահանջվում, բայց ունենք ռեալ օֆերներ, որ կարող ենք հենց այդ բանից սկսել, բայց չենք կարող մարդ գտնել։ Փորձեցինք մեր ծանոթներով թե մեր շրջապատ ունենք ծրագրավորողների շրջանակում, փորձենք մարդկանց հետ բերել։ Բայց չէր ստացվի։ Խոսքը գումար է։ 6 տարի այդ ամեն ինչի, ամեն օր այդ ամեն ինչի մեջ եմ։ Խոսքը ու իրականում խոսքը գումարի մասին չէր, որ իրանք գումարը ավելի բարձր աշխատավարձ ենք առաջարկում, այդ մարդկանց կողմից էլ վստահություն կար, եթե մենք այդ գործը սկսել ենք, միանշանակ շատ ավելի մեծ արդյունքների կհասնենք։ Հետո ուսումնասիրել, ճիշտ է, տարբեր մարդիկ տարբեր պատճառներ, մարդիկային պատճառները չէին ներկայացնում, բայց հետո հասկացանք խնդիրը ինչու էր, որ զուտ պայմաններն է, թե այն ժամանակ շատ ավելի վատ վիճակում էր։ Այն վաղ հիմա էս վերջերս որ туриզմը զարգացրել են, քաղաքի կենտրոնը սարքել են, երեգոյան կյանքը քիչ ավելի է կարգավորվել։ Այն ժամանակ 10-ից հետո բանջուներ ոչ ոլորտային մարդուց, ուղղակի Գյումրիում ապրող մարդուց, որ ամեն ինչը մի կողմ դրած, առաջի խնդիրը, որը բարձրաձայնեց, որ երեկոյան տարբերություններից են խոսում Գյումրի-Երևան, որ երեկոյան շարժ չկա, կյանք չկա։ Իսկ երիտասարդության համար դա կարևոր է։ Երեկոյան, չեմ ասում գիշերը, երեկոյան։ Հենց էլ ման գալ լիցքաթափվել ժամանց անցկացնելու համար պետք է ավելի շատ վայր։ Իրականում հիմա որոշ չափով կա, բավարար չէ, բայց կա, բայց պատկերացրեք 18 թվականին ինչ վիճակ էր։ Իրականում որ օրինակ այն փողոցը որ կա հիմա տուրիստական փողոց է, կներես բան էինք ունենում, հանդիպումներ էինք ունենում, պարտներներ էինք բերում, նաև դրսից, որտեղ ստեղ էլ ունենք բան, չէ, մասնաճյուղ, այդ պարտները գայս էր Երևան, հետո մի հատ Գյումրի էր ուզում գար, ամբողջական տեսներ ծանոթանար, գալիս էինք, դե նայ ոնց է, դուրս ես գալիս Երևանից, միջև հասնում ես տեղ արդեն 12-1, միջև օֆիս, հանդիպում, չէ, եւ այլն, լանչ, հետո նորից շարունակվեց, ժողովը վերջացավ ժամը 7-ին 8-ին։ Դրանից հետո դիներ ասենք ընտրեցիք, հետո այդ մարդը արդեն սպասում է, որ ինչ որ միտեղ պիտի գնա, հա, ժամանակ պիտի անցկացնի, կլինի ռեստորան, կլինի, չգիտեմ, կարող է երիտասարդներ են, փաբ, բան, մինիմալ բաներ եմ ասում, հա, բայց Գյումրիում այն ժամ 5 տարի առաջ, 4 տարի առաջ, էլ չգիտեի ինչ անել, ինչով զբաղացնել այդ հենց այդ օրինակով ուզում խոսամ, դες 17 թվականին, 17-ին շատ ավելի վատ վիճակ էր, իրականում շատ վատ վիճակ էր ու հասկացանք քննարկումների արդյունքում մարդկանց այդ շփման արդյունքում ճիշտ է շատ լավ որ հետո туриզմի այդ ուղղվածության բաները փոփոխություն տեղի ունեցավ ու այդ փոփոխության արդյունքում իմ գիտեցածս մարդկանցից ահագին շատ մարդ Երևանից ծրագրավորման ոլորտի հետ կապված հետ վերադարձան Գյումրի դե արդեն այդ հերրավար աշխատանքներ դարձավ հնարավոր կազմակերպություն ցանկություն ունեցանք շատ ենք այդ ուղղությամբ աշխատում այս վերջերս էլ ունեինք հաստիկներ որոնք ոչ թե միայն գյումրեցիներ Լիլիթն էր Մանուկյան զբաղվում այդ հաստիկով ինքը
շատ ուրախությամբ նշեց, որ մարդիկ կան տարբեր այլ մարզերից օքեյ են, որ կան ստեղ այդ հաստիկում աշխատեն, Գյումրիում ապրեն։ Այդ իմ համար ոնց որ վերջի տարիներին նաև որտեղ տեսնում եմ նաև TCO-ի դերը, ձեր դերը էլ ավելի շատ, մի հատ մեծ ոգևորվածություններ ու success, որ եթե տենց բան հիմա կա, շարունակենք այդ ուղղությամբ ավելի շատ աշխատել, շատ ավելի լավ։ Ու հենց այդ ինչ-որ ամփոփում էս մեր վերջի խոսածած թեմային, այդ հələ քաղաքի փոքր կենտրոնի վերակառուցման արդյունքում է հնարավոր դարձել։ Պատկերացրավ ոչ քաղաք է հնարավոր եղնի սարքել։ Այն հատվածները, որտեղ որ մարդիկ իրականում ապրում են։ Իսկն այդ սպայնի ռայոններ, որ ասում են, ճիշտ է, ծրագրեր կան, նախատեսված է, խոսակցություններ կան, որ բայց շատ դանդաղ է process-ը առաջ գնում։ Տարիների վրա, բայց փոփոխությունները հələ նոր որպես ծրագրավորող գիտես մի հատ բան կսարքեն ու կսկսեն բակ ֆիքսել այդ բանի վրա, էլ 10 ինչ են սարքեն, մեր մոտ ասֆալտը կա, կքանդեն, ճրագիծը կփոխեն, հետո էլի կքանդեն, ճրագիծը կփոխեն ու վсё, կենտրոնացած։ Գուրգ ջան, շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար, շատ անմիջական զրույցի համար, որի սկզբում ներկայացեցի որպես Գուրգեն, բայց քանի որ շատ երկար ճանապարհ ենք իրար հետ անցել ու մեր շփման մեթոդը տենց պաշտոնական չի, ընթացքում ավելի ընկերական շփվեցինք ու մերսի հրավեր ընդունելու համար, կարծում եմ ելի կլինեն առիթներ, որ կշարունակենք այս մեր թեմաները ու կարծում եմ, որ հուսով եմ, որ մյուս անգամ, որը շատ ուշ չի լինելու մեր շփման, ես կանեմ այնպես, որ շատ ուշ չլինի, բայց մնացած միջավայրը մի քիչ ավելի դրական է, ասենք մեր նախկին զրույցի համեմատ ունենք այսպես դրական փոփոխություններ, մեծ հույս ունեմ ու Գյումրին իմ համար շատ կարևոր է, իմ ծննդավայրն է, այստեղ եմ ես ծնվել, մեծացել ու իմ համար ահավոր թասիբի հարց է, որ ինչքան հնարավոր է ես էլ ունենամ իմ ներդրումը, բայց Գյումրին ամեն բոլորի ներդրումների արդյունքում դառնա մի հատ այնց քաղաք, որը որ կմոռանա այն ամեն ինչը, որը որ անցել է վատ ժամանակները, վատ տարիները։ Ես եմ շնորհակալ Գեգամ ջան, իրոքից շատ հավես, պես եմ էլի, շատ հավես զրույց ստացավ, միշտ ուրախ կյանեմ մեր հանդիպումը։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, եթերում Կոդքասթի հաղթական թողարկումն էր, այսօրվա իմ հյուրն էր Գուրգեն Ղարիբյանը։